Այն մարդիկ, ովքեր իրենց տգեղ են համարում նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատում բոլորը հակառակն են պնդում, իրականում տառապում են ոչ թե ինքնավստահության պակասից, այլ մի հոգեբանական երևույթից, որը կոչվում է մարմնական դիսմորֆոփոբիա։ Սա խանգարում է, որն աղավաղում է սեփական կերպարը։ Հայելու մեջի անդրադարձը նրանց համար երբեք անկեղծ չի լինում, այն միշտ չափազանցված է և չափազանց դաժան։ Նրանք սևեռվում են մանրուքների վրա, քթի ձևի, հազիվ նկատելի սպիի կամ պզուկի, մինչև դա դառնում է կպչուն միտք։ Հայելին դառնում է տագնապի աղբյուր, ոչ թե պարզապես արտացոլանք։ Հաջողախոսությունները նրանց մոտ անհանգստություն են առաջացնում, որովհետև բանականությունը հրաժարվում է հավատալ դրանց։ Դու կարող ես 100 անգամ ասել «դու գեղեցիկ ես», բայց ուղեղը կպատասխանի «նրանք ստում են» կամ «նրանք ուղղակի չեն տեսնում այն, ինչ տեսնում եմ ես»։ Ոմանց մոտ սա սկսվում է վաղ տարիքից, արտաքինի քննադատությունից կամ համեմատություններից, ուրիշների մոտ ներքին ինքնաոչնչացման տարիների պատճառով։ Ժամանակի ընթացքում ուղեղը սովորում է փնտրել միայն թերությունները։ Այս մարդիկ միտումնավոր չեն մերժում իրենց գեղեցկությունը, նրանք պարզապես ի վիճակի չեն տեսնել այնպես, ինչպես տեսնում են ուրիշները։ Սա նշանակում է լինել սեփական անձի աղավաղված տարբերակի գերին։